2024-25 թվականներին Հայաստանում տեղի են ունեցել թիմ 4 ընտրություններ, որոնցից 3-ը համամասնական, 1-ը մեծամասնական ընտրակարգով։ Պետք է արձանագրել այն փաստը, որ բոլոր 4 դեպքերում ընտրությունների արդյունքների բողոքարկում տեղի չի ունեցել։ Ահա այս խոսքերով սկսեց ներկայացնել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2024-25 թվականների գործունեության մասին հաղորդումը ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ Ըստ կառույցի ղեկավարի հաշվետու շրջանում հանձնաժողովը կենտրոնացած էր ընտրական համակարգի զարգացման ուղղության վրա, ինչի համատեքստում էլ ընդունել է 2025-28 թվականների զարգացման ռազմավարական պլանը։ Այս նպատակով ընտրական գործընթացների արդյունավետ կազմակերպում, թափանցիկություն եւ հաշվետվողականության բարձրացում, տեխնոլոգիական զարգացում, ընտրողների կրթություն եւ իրազեկման բարձրացում, ընտրական հանձնաժողովների կարողությունների զարգացում։ Սա ես թվարկում եմ մեր ռազմավարության անկյունաքարային կետերը շատ այսպես կրճատ տարբերակով, բայց պիտի արձանագրեմ, որ այս ամենը ինչ ես թվարկում եմ, ըստ էության բոլոր մեր նախապատրաստական կազմակերպչական գործընթացների հիմքում ընկած է ուսուցումը։ Խոսելով հանձնաժողովի առաջ դրված խնդիրներից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը նշեց, որ կառույցի առաջնային նպատակն է միջազգային չափորոշիչներին համապատասխան ժողովրդավարական ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ապահովումը համապատասխան Հայաստանի Սահմանադրության, ընտրական օրենսգրքի ու իրավական այլ ակտերով սահմանված իրավակարգավորումների։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանձնառու է եւ ապահովելու է, որպեսզի ինչպես առաջկա ազգային ժողովի ընտրությունները ամենը մնացած բոլոր ընտրությունները լինեն ազատ, արդար եւ թափանցիկ, որպեսզի արդյունքները լինեն մեկ ձայնի ճշգրտությամբ։ Պատգամավոր Գեգամ Նազարյանին հետաքրքրեց, թե ինչու են առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար հայտ ներկայացրել անձինք, որոնք իր ձևակերպմամբ Հայաստանում չեն ապրում։ Մենք ինչու ենք թույլ տալիս, որ մեր կյանքի ընթացքը որոշեն մարդիկ, որոնք Հայաստանում չեն ապրում, թեկուզ եւ Հայաստանի անձնագիր ունեն։ Այդ մարդը ինչու պետք է որոշի, ես կամ իմ ընտանիքը ինչպես պետք է ապրենք։ Մենք չենք թույլ տալիս։ Սահմանադրությունն է արձանագրում, թե սահմանում, թե ովքեր կարող են քվեարկել։ Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ունեն ընտրելու եւ հանրաքվեին մասնակցելու իրավունք։ Այսինքն սա ամրագրված է սահմանադրությամբ 48 հոդված եւ ընտրական օրենսգիրքներ ընդհանրապես, այսպես ենք, ապահովում է այս իրավունքի իրացումը։ Իսկ ընդդիմադիր պատգամավոր Արման Ղազարյանն էլ հիշեց վերջերս ազգային ժողովի կողմից ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները, հավելելով. Արդյոք դուք ընտրությունից 2 ամիս առաջ հրիշ չեք տեսնում, որ ընտրական օրենսգրքում նման դրույթ է փոփոխվում, անունել տրվում է տեխնիկական բնույթի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական օրենսգրքի իրավակիրառն է։ Այսինքն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առավել եւս ընտրությունների շրջանում ընտրական օրենսգրքի լավոված չի անում։ Մենք օրենսդրի, այսպես ենք, կամքը չենք քննարկում։ Մենք կարող ենք նախագծերի, ասենք, փուլում գալ մեր կարծիքը արտահայտել, բայց ի վերջո որոշումները օրենքների վերաբերյալ որոշումները այստեղ են կայացում։ Ելույթների ընթացքում խորհրդարանական, իշխանական ու ընդդիմադիր ուժերի քաղաքական բանավեճից հետո պատգամավորները փաստեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքի լավագույն գնահատականը հարցումներն են, ըստ որոնց իշխանություն ձևավորելու մեթոդը ոչ թե փողոցային պայքարն է, այլ ընտրությունները։ Խորհրդարանը քննարկեց նաև տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը Թափուր պաշտոնի համար առաջադրել էր Դավիթ Խաչատրյանի թեկնածությունը։ Թեկնածուն ելույթում ներկայացրեց իր տեսլականը տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի գործունեության վերաբերյալ։ Այս հանձնաժողովը տեխնիկական կառույց չէ, այն պետական կառավարման կարևոր ինստիտուտ է, որը պետք է ապահովի, որ թվային պետության զարգացումը տեղի ունենա կարգավորված, անվտանգ եւ կայուն հիմքերի վրա։ Հանձնաժողովի առաքելությունն է ապահովել, որ պետական տեղեկատվական համակարգերը լինեն անվտանգ, օժտված բարձր պաշտպանողականությամբ,
քաղաքացիների անձնական տվյալները լինեն պաշտպանված, պետական թվային ենթակառուցվածքները լինեն կայուն եւ վստահելի։ Տեղի ունեցած գաղտնի քվեարկությանն ազգային ժողովի 107 պատգամավորից մասնակցեց 61, այսպիսով 61 կողմձայնով Դավիթ Խաչատրյանն ընտրվեց տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի պաշտոնում։